Շատ լավ ծրագիր ունենք ու շատ կարևոր առարկաներ ենք անցնում, շատ մեծ հնարավորություններ է տալիս մեզ քոլեջը։ Էլենն ու ընկերներն արդեն 4 ամիս սովորում են Փարաքարի հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում։ Թվային արվեստ եւ դիզայն ծրագրի ամփոփիչ դասին լսում են ուսուցչի վերջին խորհուրդները, որ մի քանի օրից հանձնեն գծանկարի քննությունը։ Արդեն հասցրել են սովորել գրաֆիկ դիզայն, 2D եւ 3D մոդելավորում, իլյուստրացիա, ինչպես նաեւ ավանդական նկարչության հիմունքներ գծանկարից մինչեւ գունանկար։ Ինչ որ մեկը կարող է, չգիտեմ, խաղերի դիզայնով զբաղվել, ինչ որ մեկը կարող է հենց նկարչության ուղղությամբ գնալ կամ գրաֆիկ դիզայնով, այսինքն իրանք երրորդ տարվա վերջում արդեն կընտրեն իրանց հոգեհարազատ մասնագիտությունը։ Այս պայծրությամբ մենք հիմա ուղղակի առաջին տարին իրանց սովորեցնում ենք հենց արվեստեն ամենահիմնական բաժինները։ Թվային արվեստից բացի ուսանողները ուսումնասիրում են նաև համակարգչային գիտություն, ճարտարագիտություն եւ արտադրություն։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրած քոլեջը ստացել է պետական լիցենզավորում։ Քոլեջի ծրագիրը 9-րդ դասարան ավարտածների համար է, երբ որ իրենք մեզ մոտ շարունակում են իրենց 10-րդ դասարանը եւ արդեն 11-12-րդ դասարաններում շատ նեղ տեխնոլոգիական, ինժեներական գիտելիք են ստանում։ Ծրագիրը համեմված է շատ կարևոր մասը դրա պրակտիկա, նաև գործնական աշխատանքն է, որը զուգորդվում է տեսականով։ Քոլեջում դասավանդում են ինչպես հայտնի համալսարանների, Հայաստանում հայտնի կրթական հաստատությունների, այնպես էլ տեխնոլոգիական ընկերությունների մասնագետները։ Դասընթացներն իրականացվում են Apple-ի կրթական ստանդարտներին համապատասխան, ինչը սովորողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ եւ մրցունակ գիտելիք։ Ուսուցումը կազմակերպվում է նախագծային աշխատանքներով։ Անցնում ենք շատ նոր բաներ, մասնագիտական հմտություններ ենք ձեռք բերում, որ կարող ենք իրական աշխարհում օգտագործել։ Այսինքն սովորում ենք մի քանի ծրագրավորման լեզու, որ հասկանանք գլոբալ վիճակը ու օգտագործենք հետագայում։ Քոլեջը ապահովված է ժամանակակից կրթական միջավայրով, տեխնոլոգիական ու ստեղծարար լաբորատորիաներով, ճարտարագիտական եւ արտադրական տարածքներով, թվային արվեստի ստուդիաներով, ինչպես նաեւ խելացի քոլեջ ավտոմատացված համակարգերով։ Ուսանողների շուրջ 95%-ը սովորում է անվճար ամերիկահայ բարերարների, այդ թվում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Այս տարի ունեցանք 350 դիմորդ, շատ խիստ ընդունելության քննությունների միջոցով ընտրվեցին 80-ը։ Այժմ բանակցում են Փարաքարի համայնքապետարանի հետ կից հողատարածքը ձեռք բերելու, ընդլայնվելու եւ ավելի շատ երեխաների համար կրթվելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Ծաղկանուշ Միրզոյան, Սերյան Անտոնյան, լուրեր։